2019 թվական սեպտեմբերի 24 Վջնի իր առանձնատանը հայտնաբերվում է 2003-ից 2008-ին Հայաստանի ոստիկանապետ մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի դին։ Քրեական գործը ինքնասպանության հասցնելու հատկանիշներով էր։ Ամիսներ անց նոյեմբերի 28-ին Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահանում է Երևանի նախկին ոստիկանապետ մարտի 1-ի գործով վկա Աշոտ Կարապետյանը։ Կասկածելի մահերի շղթան ձգվում է 2020 թվական հունվարի 17 հայտնաբերվում է ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին, քրեական գործը ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 2022-ի հունվարի 1-ին մահանում է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ Հայաստանի 4 ղեկավարների անվտանգությունն ապահովված Գրիգորի Հայրապետովը։ Նրա մահը պաշտոնական վարկածով սրտի կաթվածից էր։ Առանց դրդապատճառի մարդ ոնց կարող է ինքնասպան լինել։ Տեղեկացին ինքնասպանություն։ Դա չի բացահայտվի։ Տեղափոխություններ, գաղտնիքներ շատ են ունենում։ Բացահայտվում են այսպես կոչված տաք հետքերով։ Տարբեր պատճառներով իրար հաջորդող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մահերը Նիկոլ Փաշինյանի օրոք բազմաթիվ հարցեր, վարկածներ օրակարգ բերեցին։ Այս են մարդիկ են, ովքեր ունեն հսկայական ծավալի գաղտնի եւ հուժ գաղտնի տեղեկություններ, ել չհաշված թե ինչպիսի տեղեկություններ, այսպես outside ունեին, հնարավորություններ ունեին ստանալու նաեւ դեպքերից իրադարձություններից հետո տարիներ անց։ Եվ հետեւաբար այս մահերը չէին կարող պատահականություն լինել։ Կարող այս մահերը 2 տարի մինչև 2018-ի հայտնի իրադարձությունները ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած դրանից առաջ 5 տարի նախագահ Սերժ Սարգսյանի օգնական աշխատած Գեորգի Կուտոյանի մահվանից հետո վարկածներից մեկն էր, թե երրորդ նախագահի դեմ ցուցմունք չտալու պատճառով է ինքնասպանություն գործել։ Էդ ով է ասում։ Ով ասում է գալաթ է անում։ Իսկ ինչ ցուցմունք պետք է տալ Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա։ Դաշտնետված հաջորդ վարկածը մարտի 1-ի թեմայով էր։ Դեպքը կապեցին այս գործին առնչվող ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի հետ, որոնց մասին 2019-ին Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել։ Արժանահավատ վարկած չէ ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի։ Գեորգի Կուտոյանի մահվան, այսպես ասեմ, մահվան պատճառով այդ ապացուցողական բազան չէր կարող ոչնչանալ։ Եվ դա չէր կարող պատճառ հանդիսանալ մահվան համար։ Այն ինֆորմացիային, որին ես եմ տիրապետում, թույլ է տալիս ինձ ասել, որ տեղեկացին ինքնասպանություն։ Ինքնասպանություն, գուցե քաղաքական դրդապատճառներով։ Իշխանափոխությունից հետո մարդիկ գուցե հատկապես Կուտոյանը գուցե իրենց պատասխանատու էին զգում նրա համար, որ տեղի ունեցավ իշխանափոխություն, որ նրանք չկարողացան պահել նախորդ իշխանությունը եւ այդ ստրեսը որևէ ինչ որ մի գործոներ այդ ինքնասպանությունների հետ։ 2018 թվականին հաջորդած իրադարձությունները ես վստահ եմ, որ խորը, այսպես ասած, ազդեցություն ունեցան Գեորգի Կուտոյանի հոգեկան աշխարհի վրա, որովհետև այն ամենի միջով ինչ որ անցավ ինքը եւ անցնում ենք մենք, չի կարող պարզապես անդրադարձ չունենալ։ Եղած տեղեկատվությունը փաստերը համադրելով իրավապաշտպանն ասում է. Կուտոյանի դեպքում ինքնասպանության վարկածը վիճելի է։ Գրակոցի հետքեր են եղել նաև պատերի վրա, այսինքն ինչ-որ անկանոն գործողություններ եւ նաև իրեն հայտնաբերելը, ասենք մահացած վիճակում հայտնաբերել այդքան գրակոցներից հետո, առնվազն անտրամաբանական էր, հա։ Մենք բոլորս գիտենք, որ սա հայկական միջավայր է։ Ցանկացած աղմուկ միջանցքում կամ շքամուտքում Բաքում անմիջապես արձագանք է գտնում եւ լինել կրակոցներ շենքի ներսում եւ չլինի արձագանք, դա ուղղակի հնարավոր չի։ Դեպքերի ամբողջական պատկերը կարող է պարզվել խորքային քննության միջոցով։ Իրավապահներն հավանաբար հրահանգ ունեն առայժմ ձեռք չտալ այս գործերին, կարծում է Կարապետյանցը։ Նման հանցագործությունները հիմնականում բացահայտվում են այսպես կոչված տաք հետքերով։ Սա շատ կարևոր է հասկանալ, որ շատ արագ արձագանքը իրավապահ մարմինների, արդարադատություն իրականացնող մարմինների չափազանց կարևոր է, բայց սա չի եղել եւ չկա եւ քաղաքական նպատակարարությունը առաջնային է բոլոր ժամանակներում։ Եթե դա զուտ ինքնասպանություն չէր, դա չի բացահայտվի։ Եթե դա ինքնասպանություն, եթե հաստատվի, որ դա ինքնասպանություն է, ապա ինչ որ ձևով էլի կգտնվեն փաստեր, որոնք դա հաստատում են։ Տեղափոխություններ, գաղտնիքներ շատ են ունենում։
Իրար հաջորդող մահերը պատահականություն թե օրինաչափություն, օրգում հայտնի ու անհայտ իրադարձություններ հանգամանքներ են, կարծում է Արա Պապյանը։ Բացահայտումներ կլինեն, ասում է, եթե տեղի ունեցածը պարզելու կամք լինի։ Կարծում եմ նման դեպքերը բացահայտվում են մենակ իշխանափոխությունից հետո։ Ներկա իշխանությունները ի վիճակի չեն որևէ մի բան կատարելու։ Մյուսը շահագրգռված չեն, նաև այսպես եմ ես կարծում։ 18 թվականին տեղի ունեցել պարզապես իշխանության փոխանցում։ Կուտոյանը այդ ժամանակ շատ բաներից տեղյակ է եղել։ Այդ ամբողջ Հայկ Հարությունյանը եւս։ Հիմա գիտեք, անգամ նրանք ովքեր որ համակարգից դուրս են գալիս, միևնույն է շարունակում են ազդեցություն ունենալ այդ համակարգի վրա, հետո կարողա գիտեք անազգուշություն են ունենում ինչ որ միտեղ, ինչ որ մի բան ասելու։ Կարճ ասած, մարդիկ են, ովքեր գիտեն 18 թվականի իրադարձության շատ մանրամասներ, որ հասարակության մեծ մասը չգիտեր։ Ինչու ինչպես երբ կտրվի հարցերի պատասխանը, այս թե հաջորդ իշխանության օրոք պարզ չէ։ Արմատ մեդիան քննչական կոմիտեից հետաքրքրվել էր, ինչ փուլում են Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերը։ Ասացին, նախաքննության փուլում են։